խոսում, ինձ հասկանում։ Ու էլ հասկանում չի իրան պրոբլեմն է։ Համել է թե հասկանում չես սկսում ես բացատրել։ Չես կարող հասնել դրան։ Այդ ժամանակ ես հասկանում ինչ ես թողել։ 44 օրային մեր զինվորը չի պարտվել։ Չեմ կասկածում, որ արդարությունը վերականգնվելու է։ Ինքնությունը գնահատելը շատ ավելի մեծ արժեք է, քան հպարտ լինելը։ Արսեն և Արտուր Սաֆարյաններ, դուք միշտ միասին եք պատերազմում, համերգին, ցանկացած տեղ, դրա համար էլ որոշեցի հարցազրույցին միասին հրավիրել, ինչ կասեք։ Իրականում ես փոքր հասակից էլ հենց շատ կապված եմ եղել Արտուրի հետ, այսինքն դե իմ օրինակը Արտուրն է եղել այդ իմաստով և շատ բաներ եմ իրենից սովորել։ Ինձ գոհումը։ Հա, տեսա որ իրան սիրում են, ասի ես էլ նվագեմ, ինձ եք սիրեք։ Միշտ մենք միասին ինչպես եղբայրները ոնց որ կլինեն, այսինքն հենց այդ եղբայրությունը այն արժեքներից է, որ կարծում եմ ոչ ժամանակ է նայում, ոչ տարածություն մեր դեպքում, այսպես ասեմ։ Եվ իսկ եթե հասնենք պատերազմի Դրա մասին դեռ կխոսենք, հասկանանք Արտուրը ինչ ունի ասել այս մասին։ Դե ասա։ Ինձ թվում է դա լավ չի, որ մենք միացնենք, դա նորմալ է, ուղղակի նորմալ է, այնա ինչ կա, այսինքն եթե եղբայրները, նույնիսկ ընկերները հաճախ միասին են, իրենց հաճախ միասին են տեսնում, իրենք ինչ որ անում են երկուսով են նախաձեռնում եւ այլն, դա նորմալ է, չի կարելի ասել դա լավ է, այ եթե միասին չլինեն, արդեն վատ է։ Ճիշտն ասած, ես ինձ համար ազատ ապրում էի, հանգիստ, առանց ձգվելու, չէ, տարավ։ Հիմա ձգված եք։ Տարավ բարձրացրեց բեմ, մի հայհույ։ Ես համերգին ասում եմ դրա մաս։ Հա, ասում եմ քիչ մարդիկ կան, որ կես դար ապրած բարձրանում են բեմ։ Այդ ժամանակ ուտում էի ինչ ցանկանում էի, հագնում էի ինչ ուզում էի։ Պոպուլյար արդեն դարել, հասկանում եմ։ Իսկ հիմա հանում եմ բեմ, արդեն դու պիտի հագնես ինչ որ, չգիտեմ ինչ, պիտի չուտես այն ինչ սիրում ես, որովհետև ամոթ հայտեղա բեմ ես բարձրանում չանում ես։ Լավ, իրարից անբաժան եղբայրները միակարծիք են և որոշումներում միաձայն, թե լինում են տարաձայնություններ։ Ոչ իհարկե, մեր վեճերը սկսում է հենց այդ նույն երգից սկսած։ Ինչ ասում եք ես սխալ ասում։ Բայց մենք վիճում ենք իրար հետ։ Դուք իրար ավելի շատ եք բացահայտելու, քան ես։ Մենք շատ կարող մի ֆրազայի վրա շատ վիճենք, բայց հետո միևնույն է գտնում ենք այն ոսկե միջինը, հաշվի առնելով երկուսիս կարծիքներ, բնականաբար։ Մեր վեճ ասածը դե տենց ախպերական վեճեր է, էլի, տենց չի որ։ Չէ, այնպես չի որ վեճ է, ես ավելի շուտ կասեի, որ ինչքան մարդ են կան կարծիք, այո։ Բայց այստեղ մի ներբծություն կա, խնդրում եմ ֆիքսել դա։ Ես կոմպրոմիսային եմ, ինքը չէ։ Լավ, վերհայտնվում եք մին հանձտեղ, վեր սաղ արցախցիներն։ Արցախի բարբառավ եք խոսում։ Համ Արցախի բարբառավ ենք խոսում, համ էլ ոնց ոզինք կարում ենք խոսենք։ Համ էլ գրականով ենք խոսում։ Համ էլ բացարձակ պարտադիր չի։ Բացարձակ պարտադիր չի, վեր սաղ արցախցիներին, լիբե ուզում խոսում։ Իսկ ձեր մտքերը ձեզ հաճախ է տանում ծմակահող, ձեր ծննդավայր։ Ուրախություն ինձ։ Ես տեց միջավայր չոնիմ, վեր Արցախի բարբառավ խոսեմ ինձ հասկանալու։ Ես շտեղ լինիմ համոզված եմ, որ եթե ես իմ մայրենի բարբառով խոսում, ինձ հասկանում։
Հույն հասկանում չի իրան պրոբլեմն է։ Ավելի թե հասկանում չեն սկսում բացատրել, ավելի լավ այն, ինքն էլ նոր բեն գտնում։ Թազապեն ասվերում այդ մարդը, վերջի։ Որտեվ իր հետ շատ մարդկանց հետ ասում են ինչ ասեցիր։ Իսկ ինչ եք թողալ ծմակահող։ Ես մտածում եմ մանկություն ենք թողալ հաստատ։ Մեր շենն ենք թողալ, մեր դաշտերը, մեր ծորերը, մեր ավտարները, գիտեմ։ Իմ աչքիս առաջինն է, օրինակ, ամեն մի կածանը, ամեն մի արահետը, կետը, կամուրջը, գիտեմ։ Դե ես քուչում եմ իրար պատար, բայց Արտուրը օրինակ շատ ավելի կարծում եմ։ Դե սկանանք Արտուրին։ Գիտում ես ոզում չում անհամեստություն անեմ մենք, որովհետև իրականում մենք ինչ էլ ասեմ վեր ես թողալու, տասնյակ հազարավոր մարդիկ կարող է իմ մասից մտածում էր ախոխա դու ինչս թողալ, ասենք, բայց մի ճշմարտություն էլ կա, չէ, ամեն մարդի հետ է իր ունեցած ամենաթանկն է։ Մինչև 2023 թվականը ես գիտացամ թա ծմակահող մեր շենումը իմ ծնդավայրումս ես վեշին պենել թողալ չում այնտեղ ծնվալում մանկությունս անցակացալ, հետո ապրալում ուրիշտեղ ոնց որ հազարավոր միլիոնավոր մարդիկ։ Այնտեղ թողալում իմ հարազատներիս, իմ ազգականներիս, բայց ինձ չի վեր թողալում, իրանք այնտեղ են ապրում։ 2023-ից հետո արդեն հասկանում էր ամեն ինչ եմ թողալ։ Իմ հուշերի, իմ համար թանկ, ինձ էտի գին չունեցող շատ բաներ եմ թողալ։ Մանկությունս եմ թողալ, հիշողություններս եմ թողալ։ Վերջին անգամ հիբիք լալ ծմակահողով։ Նու պատերազմից հետո, չէ, երևի։ 2020-ի պատերազմից հետո։ Ես 21 թվականին եմ լալ վերջին անգամ։ Երգի թատրոնին հետ, Արտուր Գրիգորյչին հետ կեցալ։ Պատերազմից հետո կեցալում, բայց հետո Ծմակահողա վղումը հիշնել է լավ տրնալիս։ Կոլխոզեն բաղումը ամեն ինչը լավ է տրնալիս Արսեն։ Արտուր դες այդ Խամբարմանբարը, տանձը այդ վաղտ ես քուչում իրար, ես օգտվալ եմ պրոստը, ջիգի։ Բայց հարևան են բուստանում հիմնականում սեմուշկեքն է լավ տրնալիս։ Հա, մեր բուստանումն էլ լոբին, խիար պամիդորը լոբին։ Բաբոս 1000 ողորմի իրան, որ կենցանի էր, այն ժամանակ ինձ թվում էր թե մեր բոստանում ամեն ինչ լավ աճում է։ Ահա։ Հետո բաբոս որ արդեն չկար կլիման էլ փոխվեց, այդքան էլ լավ չէր աճում։ Այդպես, բայց Արցախում ինչ չար լավ աճում։ Իսկ հսրալը այդ վղանցուզն այդ պիրիկ։ Չէ։ Մունք հող չենք բերալ։ Մունք շատ ավելի իմաստալի, շատ ավելի իմաստավոր բեն ենք բերալ, ընդ որում մունք ենք ճարալ տա, մունք ենք հանալ տա։ Մեր բաբոյի ձեդոյին հանգիստը սրքելիս, մեր տարալ ենք բաբոյին քարը գցալ, այնտեղ դե ծմակ ուտա, չէ տեսալակ մեր շենը հիզևյա, լող ծմակա։ Պապայս էլ արդեն 1000 ողորմի, պապաս ասեց այդ նիմտակ այդ շրշարոտ է, ծառերեն տական են տիրիվալի, խշմնալի հող բերակլի, ոնցու, բեն անենք, ծաղիք ծանենք, բեն անենք, մունք տեղ երկու հատ կուչի խաչքար ենք ճարալ։ Լկված, տեսը տապեն տակ են, բեն, հրվամ չի, բեն, քանդալ ենք հանալ, կետին մեջին լովացալ, հետո, բայց հոգևորականին հրցրալ ենք, Գանձասարի, Տեր Գրիգորին, ասալ ենք ոզում ենք մզնետ տանենք, էլի, տանենք մեր ծնդավայրից մի մասոնք մզնետին իմիշտ, կարենք, հետո ինքն էլ Տեր Գրիգորն էլ դե տղամարդ տղա էր, ասեց, այ ցավը տանեմ, ասեց, ինչքան սիրտները տուզում է, ասում է, դրա իմաստենա, որ տանես, մարդիկ տեսնեն, մոմ վառես դիմացը, խունկ ծխես, ասում է, բիվեր պիտի ծմակումը վերինգյաս մին ծառի տակ է, ինչի հարկավեր։ Մեր տներում դա իրականում։ Հիմա մենք ունենք այդ խաչքայեր, ամեն մեկիս հայացումը մինի տիրացա։ Մենք վառում, այսինքն մի անկյունն է մեր էլի այդպես։ 44 օրյա պատերազմից հետո Արսեն ձեզ հետ խոսել ենք կորստի ցավի մասին եւ ոչ մեկի մտքով չեր անցնի, որ ողջ Արցախը մի օր կհայաթափվի։ Իհարկե ոչ մեկի մտքով չեր անցնի, ոչ մեկիս մտքով չեր անցնի, սա
սկսավ պատերազմով այն դաժան կորուստները, որ ունեցել ենք, դա էլ էր փաստ, բայց դեռ կար, այսինքն Արցախը կար, չէ որ առաջին պատերազմի ժամանակ շատ ավելի վատ կորուստներ են եղել, որը հետո հետաբերվել, չէ, իսկ այս ֆինալը, այս վերջնակետը, սա ոնց որ երազ էր, միջը հիմա իմ համար ոնց որ երազն է, ոնց որ չհավատամ, որ նման բան կա, այդքան ճակատագրեր, այդքան որ ուղղակի սենց վերցվեց ու փոխվեց, ուղղակի փոխվեց, այդքան երազանքներ կիսատ մնացին, այդքան չգիտեմ ինչ խոսքերով, ես չեմ կարողանում նկարագրել դա, էլի ոտքի են կանգնում, հա, էլի ինչ-որ ձևով, բայց այ որ ասում ես ինչ եք դուք թողել, ես տեղահանվածները իսկապես ինչ են, ամբողջ մի կյանք են թողել, կարոտ, մինչև այսօր մարդկանց աչքերում ասենք բանական մարդկանց մասին է խոսքը, այն հոգու առևտրականների մասին չի խոսքը, որ ամեն ինչ կարան ծախեն, ամեն ինչ կարան նվիրեն, ամեն ինչ կարան մենակ իրանց լավ լինի, դրանց մասին չի խոսքը, կան մինչև այսօր արցունքներ ա լցվում այդ մարդկանց աչքերը, չգիտեմ, սարսափելի բաներ, ու այլ եմ ասում, այդքան հավատ, այդքան, որ չէ, բոլորս կանգնում ենք, վեր ենք կենում, վախով, հետո սովորելով շատ բաներ, ով կմտածեր, որ կգանք կհասնենք այս կետին, էլի չգիտեմ։ Շոու բիզնեսի ամենաաշխուժ ու պայծառ դեմքերը ինչպես են ապրում առանց Արցախի։ Գիտես Գայանե ջան, մարդը կարող է չհարմարվել, բայց ամեն ինչ սովորում է։ Ինչպես ենք ապրում։ Խորը ցավով, կարոտով, ափսոսանքով։ Փորձում ես ամեն դեպքում ուրիշներին չծանրացնել, ուրիշների կյանքը չծանրացնել, բայց դու էլ չես թեթևանում երբեք։ Դա անդադ քեզ հետ դա ամբուժելի հիվանդության պես մի բան է, որ դու գիտես, որ դու դրա կրողն ես, ու դա քեզ չի լքելու։ Դրա հետ ապրելու ես միշտ։ Հայտնի խոսք կա, չէ՞, ծառի հաստությունը կտրելուց հետո է երևում։ Հասկանում ես ինչ ես թողել, երբ որ արդեն չես կարող հասնել դրան։ Այդ ժամանակ ես հասկանում ինչ ես թողել։ Իսկ ինչ պիտի արվեր, որի բացակայության հետևանքով մենք այսօր հայտնվեցինք այսպիսի ցավալի իրականություն։ Ամենակարճ պատասխանը այդ հարցի սա է, որ պիտի արվեր այն, ինչը մենք չարեցինք, կամ քիչ արեցինք, կամ շատ քիչ մարդիկ արեցին։ Ես ոչ ոքի չեմ արդարացնում, ոչ ոքի չեմ քննադատում, ոչ ոքի չեմ քարկոծում։ Տեսեք, այսօր բան կա, չէ՞, կենցաղային մակարդակի բաներ կան պատերի տակ, բիսեդկեքի մեջ, արադե բանը ինչ անեն, իշխանությունը էս չարեց, ընդդիմությունը այն չարեց, բանը նախկինները էս արեցին, ներկաները էս արեցին։ Ինձ համար ոչ նախկինների, ոչ ներկաների համար ներում չկա, Աստծու դատաստանի առաջ էլ ներում չի լինելու, թե նրանց, թե սրանց մի քիչ շատ, նրանց մի քիչ մեղմ կամ հակառակը տարբերություն չկա, բայց սա չի էականը, էականը գիտեք որն է, որ երբ մենք խոսում ենք, ասում ենք աշխարհում ենք 10 միլիոն ենք, 12 միլիոն ենք, չգիտեմ ինչ ենք, 2020 թվականի պատերազմին ես սա ասում եմ որևէ մեկի վաստակը չնսեմացնելով, որևէ մեկի արածը ջուրը չգցելով։ 2020 թվականին Արցախում իմ ընկալմամբ պիտի 200-300 հազարանոց զորք լիներ։ 2020 թվականին Արցախը պետք է լիներ երկրագնդի ամենազինված հողակտորը, բայց այդպես չէր, չէ։ 2020 թվականին Արցախի դիրքերում մի քանի տասնյակ հազար նվիրյալներ էին։ Մահը կամովին ընդունած մահապարտներ էին, բոլորը, թե ժամկետային զինծառայողները, թե այն կամավորները, ում հաջողվել էր, տես ինչ եմ ասում, ում հաջողվել էր այստեղից հասնել այնտեղ։
որովհետև շատերը կհասնեին, եթե թույլ տային, եթե անեին այն ինչ պետք է։ Գիտես այնքան արխային էին ընկել։ Համստեղ, համընդեղ, իրար մեդալներ էին տալի, որ սենց շարում, սենց բան հայացքներով կանգնում, չգիտեմ ինչ էր անում։ Դրա փոխարեն սպառազինության մասին պետք է մտածեին, այդ դիրքերից բռնած, չգիտեմ, նոր տեխնոլոգիաներ, դուք ախր բացահայտ երևում է, մարդիկ են եղել խոսել են, որ ժողովուրդ հետ են կանգնում աշխարհի, հա, բոլոր բանակներից։ Բան չէ, ոգին հասկացանք, լավ, այդ ոգին, այո, ունենք, ոգին ունենք։ Ոնց նայում ես, բոլորն են մեղավոր։ Ոնց հասկանում ես։ Դուք որ հատվածում էիք։ Մատաղից։ Փառք Աստծո, մեր այն զորա, այն միավորումը, որով մենք ես էլ Արթուրն էլ գնացել ենք, դա Համարասի Արթուր պարոն Ալեքսյանի զորքն էր, մեր հիմնականում կազմված մեր վետերաններով, մեր որտեղ ես ծառայել եմ, կարգին կռիվ անցած հրամանատարներ եւ ամեն վարքյան մեր կողքին, ամեն վարքյան ուշադիր, այդտեղ ես հասկանում, որ ինչքան կարևոր է փորձառու մարդկանց ներկայությունը։ Ու մեզ հետ էին գնդակոծության ժամանակ, մեզ հետ էին, մեզ հետ պարկած։ Եթե մեկ բռունցք դառնայինք եւ էգոիստ մեր էգոն, հա, մեր էգոն մեզ չխեղդեր, այդ նեղ պահին էլ առևտրի մասին չմտածեինք, շատ ավելի ճիշտ կգնար ամեն ինչ։ Այսօր մենք կանգնած ենք բազմաթիվ խնդիրների առջև։ Հիմա այս ամենի մասին պետք է բարձրաձայնել, թե թողնել ու առաջ գնալ։ Քիչ առաջ մենք խոսում էինք ցավից, որ ցավը պետք է չզգա դիմացինը, պետք է ներսում պահել ինչ որտեղ, իսկ խնդիրների մասին ինչ կասեք։ Իհարկե պիտի բարձրացվի, իհարկե պիտի խոսվի։ Բայց նայած ով է խոսում։ Շատ կարևոր է ով է խոսում։ Շատ կարևոր է ով է ցույց անում։ Ինքը իրավունք ունի ցույց անելու թե ոչ։ Այսինքն այդ նույն ցույցերը պիտի ծառայեն իրենց նպատակին։ Եվ ոչ թե պիտի ցույց անես ու դուրս գաս ու մի հատ նես բան պահանջես, որ չի լինելու հաստատ, ոչ, իրական մարդկանց պահանջներն է պետք խոսել այդ մասին, ինչի կարիք ունեն։ Ես այդ փոքր քայլերի շատ ավելի կողմնակիցն եմ, քան թե մեկը հերոսի դեմքով դուրս է գալիս, իսկ կանգնում, տեսանք է։ Արսենը որ խոսում էր, գիտեք ինչի մասին էի մտածում, փոքրիկ քայլերի մասին, վերջում ասեց։ Ես մտքիս մեջ այդ փոքրիկ քայլեր։ Այո, փոքրիկ քայլերի մասին եմ դա։ Մտքես հարցնում ես, մենք բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնած։ Մենք 1000 տարի սրանից առաջ կանգնած ենք եղել բազմաթիվ մարտահրավերների առաջ 1000 ու բյուր 1000 տարի էլ սրանից հետո էլի կանգնած ենք լինելու այդ մարտահրավերների առաջ։ Մարտահրավերների պակաս մենք չենք ունենալու երբեք։ Այ մեկ-մեկ պատմության մեջ մեկ էլ տեսնում ես, այսպես մի ջուր լուսավոր օազիսի նման, ասես մի բան է առաջանում, ասենք 90-ականների այդ հախուռն ազատամարտը, այդ ինքնաբուխ, այդ ազգային այդ զարթոնքը մենք տեսանք արդյունքը ինչ եղավ։ Այդպես պետք է ապրել ուղակի։ Ու միշտ այդպես կլինի։ Ու տենց են երկիր պահում։ Չես ուզում, եղբայր, չես ուզում, փիշի անելով։ չես ուզում գալու են տրորեն, վրայովդ անցնելու են, քեզ թալանելու են, կոտորելու են, դարձնելու են ընչազուրկ։ Ուզում ես ապրես։ Ուրեմն այսպես պիտի ապրես։ Իսկ հայը փոխվել է ձեզ։ Այո, շատ, դեպի վատը, բազմաթիվ փոփոխություններ, լիքը։ Հա, փոխվել է, դարձել ավելի վախկոտ, անգյալ, դարձել ավելի անպան, դարձել ավելի անհայրենիք, դարձել ավելի որտեղ հաց այնտեղ կաց, որտեղ, չգիտեմ, ես որ ասма իսեր Աստծո, չէ, բնականաբար բոլորի մասին ամեն ինչ չեմ սևացնում, հա։ Բայց էս է իրավիճակը։ Հրանտ Մաթեոսյանի աղունի խոսքերը հիշում եք, որ ասма խիղճը գազանի մոտ է գեղեցիկ, խեղճի մոտ խիղճը խեղճություն է։ Մենք հիմա խեղճ ենք, այդ է ցավը։
Արսեն եւ Արտուր, վերջին շրջանում սաֆարյանական երեկոներ հաճախ եք կազմակերպում։ Որ երգերն են միշտ երգվում եւ որ հուշերն են հիշեցնում պայծառ օրերի մասին։ Դա մեր երկրի մեջ շատ կան, որ հենց հիշողությունների մասին է, ընկերների սեր, չգիտեմ, հայրենիք, իսկ ռեպերտուարային իմաստով համարյա կես ծրագիրը մեր հետ հավասար երգում են, եթե ոչ շատ։ Ու ամենակարևորը լավ են երգում։ Հա, ու միջալուց Մեկ ամերիկներ հետաքրքիր բան անում, դալիճ երգում է, ոնց որ պարապած լինեն։ չէ, ժամանակ, հա, շատ պատրաստ, ես այդ ժամանակ ասում եմ շատ պատրաստված հանդիսատես։ Պարապած հանդիսատես։ Մեր արհեստավարժ Ուզում ասեմ Արտուր, փափախդ վերցրու գնանք դու։ Էնա երգում են էլի։ Իսկ որ ստեղծագործությունն է, որ գրվել է կամ դեռ պիտի գրվի Արցախի համար։ Հենց հատուկ Արցախ չենք գրել, մինչև հիմա, չգիտեմ, ոնց է տեն ստացվել։ Արտուրը կասի դա ինչու չի գրվել։ Մենք ունենք մի երգ, որ հենց մեզ համար ենք գրել եւ մեր կարծիքով են ժամանակ մեր մասին, դա հին օրերն է։ Եվ որ Արտուրը հարցրեց ինչ ես տեսնում, ինչ ես լսում, ինչ պետք է լինի, մեղեդին հավանել էր։ Ասացի Արտուր, գիտես, կարծում ես երգը պետք է լինի մեր մանկությունը, մեր պատանեկությունը, առաջին սերը, ընկերները, հայրենի տունը, այդ ուղղությունն եմ ես ասել եւ մնացածը ուստամարդ, վարպետ անձնավորություն, մնացածը շարադրվեց եւ մի անգամից Գիտես ինչ էի մտածում Գայանե ջան։ Հա։ Արցախը ճանաչող ցանկացած մարդ, որ լավ գիտի ինչ է Արցախը, Արցախի բույրը, Արցախի համը, հոտը։ Մեր շատ ու շատ երգերի մեջ առանց նույնիսկ Արցախ անունը հնչեցնելու ինքը հասկանում է, որ դա Արցախն է։ Երբ որ ինքը լսում է հին օրերը, այնտեղի նկարագիրը, այնտեղի ամեն խոսքը, ամեն անցումը դա հենց Արցախի մասին է։ Հուշերի քաղաքի մեջ մեր այն երգը, որտեղ տեսահոլովակում երջանկայի շատակ Սոս Սարգսյանն է նկարահանվել գլխավոր դերում։ Այդ երգը ու էլի կան, այդպիսի երգեր էլի կան։ Գուցե պիտի գրվի դեռ, չգիտեմ։ Ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ ինչ որ բան, եթե դու սիրում ես, անպայման պիտի գոռաս դրա մասին։ Ավելին ասեմ, ինձ դա կեղծ է թվում։ Վերաբերվելով են սիրում։ Ի վերջո, եկեք անկեղծ լինենք, 20 թվականի պատերազմի մասին տեսել եք ինչքան երգեր են գրել։ Ես նորից եմ ասում, ոչ մեկի արածը չեմ նսեմացնում, ոչ մեկին կամարանքով չեմ վերաբերում, բայց նվիրական երևույթի մասին գրված երգը պետք է նվիրական ու արժեքավոր երգ լինի։ Որպես հանրային դեմքեր, որքանով եք զգում պատասխանատվություն Արցախի թեման միշտ եւ ամենուր առաջնային պլանում պահելու հարցում։ Էլի անկեղծանամ։ Այսօր Երևանում եւ Հայաստանի շատ ուրիշ տարբեր բնակավայրերում տեղի ունեցող ոչ բոլոր համերգների ժամանակ է, որ մարդիկ հիշում են Արցախը, հիշում են ազատամարտը, հիշում են հերոս տղերքին, մեծարում են նրանց, հիշում են այն ամեն ինչ, ինչի միջով մենք անցանք։ Մենք ամեն յուրաքանչյուր համերգի դրա մասին խոսում ենք, հիշում ենք դա։ Դիմիկվա այս հոգեբանական, այս բարեհոգեբանական ընկճված իրավիճակում ես շատ եմ նկատել, որ առաջ ոնց էր, չէ, որ բոլոր սեղաններին վեր են կենում հպարտորեն, չէ, տենց։ Հիմա մի տեսակ ոնց որ ամաչեն այդ մասին խոսեն, ինչ որ քաշվեն։ Հա, բայց նորմալ չէ, որ Չէ, գիտես, իհարկե 1000 ծնող ունի, հա, պարտությունը որբ է, բայց ամեն դեպքում ես որտեղ էլ լինեմ, միևնույն է, անընդհատ խոսում եմ դրա մասին, որ 44 օրային մեր զինվորը չի պարտվել եւ մենք պետք է դա ֆիքսենք անպայման եւ պետք է հպարտանանք այդ բոլոր մեր տղերքով։ Հատկապես որ այդ 44 օրյայի մասնակիցները շատերը հիմա մեր մեջ են։ Հա, Այդ քաղաքում ման են գալիս աննկատ, համեստ։ եղել է առիթ, որ զանգահարել են, ասել են, որ ուզում ենք համերգ անել այդ մարդկանց համար, հա, զոհվածների
մայրեր, քույրեր եւ այլն։ Եվ ինձ պատմել են, որ հենց առաջի ռեակցիան եղել է, որ ոչ, մենք չենք գա։ Բայց հետո որ իմացել են մենք ենք լինելու, ասել են հա, իրանք մեր տղերքն են, մենք։ Հա, ասել են մերոնք են, իրանք մերոնք են։ Ռաֆի Ալթունյանն էր հեղինակը։ Հուզիչ, գեղեցիկ երգ է։ Դու գնացիր կռիվ Դու գնացիր տղես, կռիվ տղես, այդպես է կոչվում։ Գաղափարը այն էր, որ տեսա հոլովակում Երևան մեր զոհված հերոսների ծնողների դեմքերը։ Մտածեցի կգան, բայց կգան, որ մի քիչ բան է։ Բայց իրանք սկզբում էլ մերժել են։ Հենց մերժել են, ասել են դուք ում եք զանգել, ինչ եք ասում։ Իրենց որ բացատրվեց ու իրանք երկը Երկն էլ ուղարկում էինք, որ լսեն ինչի ենք կանչում։ ու իրանք եկան։ Նկարվեցին, ես Մենք ասացինք, որ սա բոլորի համար է։ Սա բոլորը տեսնեն, ձեր զավակները միայն ձեր զավակները չեն։ Իրենք բոլորին ասեն, հասարակության մեջ որի զուր չի եղել։ որ երախտագիտությամբ են շրջապատված։ Եվ ամփոփելով մեր այսօրվա զրույցը, ձեր կարծիքով լուսավոր ու պայծառ օրերը անցյալում են մնացել, թե դեռ առջևում են։ Թաքնված հույս կա անպայման, որ չի կարող այս ամեն ինչ այսպես վերջանա ուղղակի գնա։ Ես ուղղակի երազում եմ, որ երբ որ դա տեղի ունենա, մենք ապրելուց լինենք։ Գայանի ջան, ես ոչ մի օր, ոչ մի ժամ չեմ կասկածում, որ արդարությունը վերականգնվելու է։ Պատմական արդարությունն է վերականգնվելու։ Ժամանակներն այնպիսին են, որ ամեն ինչ շատ արագ է փոփոխվում։ Ամեն ինչ կայծակնային արագությամբ է տեղի ունենում։ Այսօր դու հաղթող ես, վաղը ոչ, դա մենք մեր կաշվի վրա զգացինք։ Ես ուրիշ բանից եմ վախենում, երբ է վերականգնվելու։ Թեև դրա պատասխանն էլ գիտեմ, երբ որ մենք խելքի գանք, երբ որ մենք մտածենք, որ ազգայինից, ինքնությունից, քո ունեցածից ավելի թանկ բան երբեք չկա։ Երբ որ մենք իմանանք, որ ազգային լինելը, ինքնությունը գնահատելը շատ ավելի մեծ արժեք է, քան հպարտ լինելը։ Երբ որ մենք դա հասկանանք, մենք գտնելու ենք մեր Որ երկրի հասկանանք, որ ոչ մեկի էլ պետք չենք, հույսներս մեր վրա պիտի լինի, ու ինչ ստեղծենք մենք պիտի ստեղծենք։ Այսա ճիշտ է ասում։ Այս ժամանակ ամեն ինչ տեղը կգա։ Եվ այս մեր կիսատությունն էլ կանցնի։ Հավատում եմ։